Հոսափատը լավ թագավոր էր։ Նա վստահում էր Աստծուն և աշխատում էր ճիշտ գործել։ Նա սովորեցնում էր իր ժողովրդին վստահել Աստծուն և հնազանդվել նրան։ Մի անգամ թագավորը լուր ստացավ, որ թշնամու մի հսկայական բանակ մոտենում է իր թագավորությանը։ Հոսափատը ասաց. «Թող իմ ժողովուրդը գա Երուսաղեմ, մենք կգնանք տաճար և կաղոթենք, մենք Աստծուն կխնդրենք օգնել և պահպանել մեզ, ես գիտեմ, որ նա այդ կանի մեզ համար»։ Հուդայի բնակիչները շտապեցին գնալ տաճար։ Հոսափատը սկսեց աղոթել. «Սիրելի Աստված, մեզ հետ պատերազմելու է գալիս հսկայական մի բանակ։ Մեր բանակը շատ փոքր է, որպեսզի կարողանա կռվել թշնամու հետ։ Դու մեծ Աստված ես, խնդրում եմ, օգնիր մեզ»։ Ամբողջ ժողովուրդը, նույնիսկ տղաներն ու աղջիկները աղոթում էին թագավորի հետ։ Քահանաներից մեկը Հոսափատին ասաց. «Աստված ասում է, որ դու չվախենաս, սա ոչ թե քո, այլ Աստծու պատերազմն է։ Վաղը առավոտյան դուրս արի թշնամու դեմ և մի անհանգստացիր, դու նրա հետ չես պատերազմի։ Վստահիր Աստծուն և նա կհոգա ամեն ինչի համար»։ Հաջորդ առավոտ Հոսափատը զորքով դուրս եկավ թշնամուն դիմավորելու։ Զորքը հասավ մի բարձր բլրի։ Հոսափատը և նրա մարդիկ գիտեին, որ թշնամու զորքը տեղակայված է այդ բլրի ետևում։ Երբ թագավորն ու զորքը բարձրացան այդ բլրի գագաթը, նրանց առջև բացվեց մի զարմանալի տեսարան։ Թշնամու ամբողջ զորքը մեռած էր։ Հոսափատը և նրա մարդիկ չէին սպասում, որ Աստված այսպես հրաշալի ձևով կպատասխանի իրենց աղոթքին։ Աստված ամեն ինչի մասին հոգացել էր։ Բոլորը շատ ուրախ էին, որ վստահել էին Աստծուն։